Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Հայկը ազատության մեջ հայտնվելու հաջորդ իսկ առավոտյան չի սպասում ու չի ձգձգում։ Նա հետևում է Նարեին և հենց հարմար պահը գտնում է մոտենում նրան, փորձելով բացատրել ամեն բան։ Նարեն սկզբում չի ցանկանում անգամ կանգ առնել, նրան տեսնելը միայն ավելացնում է ներսում կուտակված հիասթափությունն ու զայրույթը։ Նրա վերաբերմունքն անսովոր կոշտ է, նույնիսկ կոպիտ, բայց Հայկը կարծես պատրաստ է ամեն ինչին, նա հանձնվելու մտադրություն չունի։ Ասում է, որ եկել է ոչ թե արդարանալու, այլ իր բացատրությունը տալու, քանի որ լուսանկարը, որը դարձել էր այս խառնաշփոթի պատճառը, ոչ մի իրական բան չի ներկայացնում։ Դա ընդամենը մի պատահական պահ է, ոչ ավելին։ Նրա խոսքերից զգացվում է անկեղծություն։ Նարեն լսում է, սակայն պատասխանում, որ գուցե Հայկի համար դա պատահական է եղել, բայց Լիլիթը հաստատ այդպես չի մտածում։ Հայկը միանգամից արձագանքում է, ասելով, որ հենց այդ պատճառով է ինքը այստեղ, որպեսզի Նարեին համոզի, որ Լիլիթը իրականությունը աղավաղում է, ստեղծելով մի պատկեր, որն ընդհանրապես գոյություն չունի։ Հայկի խոսքերը կարծես ազդում են։ Նարեի կարծրությունը սկսում է թուլանալ, նա մնում է լուռ, առանց պատասխան տալու, բայց այդ լռությունը շատ խոսուն է։ Մյուս կողմում Վրամն է, փորձում համոզել Սոնային չհանձնվել։ Ասում է, որ իրենց պատմությունը որևէ կերպ կապված չէ անցյալի հետ, որը կործանել է երկու ընտանիքները։ Նա հավատացնում է, որ իրենց միությունը պետք է վեր կանգնի այդ ամենից, որ եթե Սոնան իր ձեռքը բաց չթողնի, ապա իրենք միշտ միասին կլինեն։ Բայց Սոնան ի վիճակի չէ արձագանքել, նրա աչքերում վախ կա Արմոյի ասածներից, Արմոյի գործելակերպից, այդ ամենը կարծես ներսից խեղդում է նրան։ Վրամը փորձում է հասնել նրա էությանը, բայց Սոնան դեռ փակ է։ Եվ հենց այն նույն ժամանակ Արմոն ավելի խորն է ներթափանցում Սաքոյի վստահության մեջ։ Երբ Սաքոն իմանում է, որ Քաջիկը փորձել է ոստիկանությունում խոսել այն մասին, որ Սաքոն տարիներ առաջ սպանել է Աշոտին, իսկ ինքը օգնել է թաքցնելու Դին անտառում, նա փորձում է հասկանալ, թե ով է կանգնած այդ խոստովանությունը կանխելու հետևում։ Նա դիմում է Արմոյին, հարցնելով, արդյոք իր կամ իր հորեղբոր ձեռքի գործն է այդ ամենը։ Արմոն էլ առանց տատանվելու խոստովանում է, այո, հենց ինքն է հանձնարարել հորեղբորը միջամտել ու կանխել Քաջիկի խոստովանությունը։ Այդ պահից Սաքոն վերստին վախենալով ճշմարտության բացահայտումից ամբողջությամբ սկսում է հավատալ ու վստահել Արմոյին։ Նա կրկին վերադառնում է իր հին եսին, իր մաշկը փրկելու դիմաց պատրաստ լինելով զոհաբերել նույնիսկ իր ընտանիքի անդամներին։ Նա թույլ է տալիս Արմոյին շարունակել հանդիպել Նարեի հետ, թեպետ գիտի, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է դստերը մտցնում։ Եվ ահա այդ նույն պահին Սոնան պատահաբար լսում է իրենց տանը հնչող խոսակցություններից մեկը։ Նա փորձում է միանգամից զանգել Նարեին ու պատմել այն, ինչ լսել էր Արմոյի ու Սաքոյի ծրագրերի մասին։ Բայց հենց զանգի ընթացքում սենյակ է մտնում Հայկը։ Սոնան խոսում էր այնպիսի տոնով, կարծես ուզում էր նախազգուշացնել Նարեին, խնդրելով ոչ ոքի չասել։ Բայց Հայկը լսում է այդ խոսքերի մի մասը և կտրուկ լռեցնում Սոնային։ Նա չի կարողանում թաքցնել իր զայրույթը։ Չգիտի Սոնան ինչի մասին էր խոսում, բայց արդեն սկսում է մտածել, որ քույրն ինչ-որ բան է թաքցնում իրենից, որը առնչվում է Նարեին։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սաքոյին կհաջողվի ստիպել Նարեին հանդիպել Արմոյի հետ։ Գրեք մեկնաբանություն։